Քարոզարշավի 13-րդ օրը Լուսավոր Հայաստան կուսակցությունը փոքրինչ շեղվում է ընտրապայքարից։ Քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու երկրորդ թեկնածուն Կարպիս Փաշոյանը 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև են։ Այստեղ նախ ծաղիկ են խոնարհում, ապա հուշարձանի խորհրդի կենտրոնում տեսնելով մեր պետության քաղաքացուն զրուցում հենց նրա մասին։ Մարտի 1-ը եղել է քաղաքացուն չարգելու, քաղաքացուն նվաստացնելու, քաղաքացու իրավունքները ոտնահարելու մի այնպիսի ռեժիմի արդյունք, որից հետո չպետք է այդ ամեն ինչը կրկնվեր, բայց մենք այսօր ունենք մեկ այլ բան, որ քաղաքացին շարունակում է նվաստացվել իշխանության կողմից, այն ուժի կողմից, որը որ կապիտալիզացրել է մարտի 1-ի քաղաքական ամբողջ ժառանգությունը։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը կարծում է, որ հենց այսօր էլ քարոզարշավի ընթացքում իրավապահները չեն պաշտպանում սահմանադրական կարգը։ Ժողովրդավարական իրավական պետությունում կզսնել, սատկացնել խոսույթներ չի կարող ունենալ գործադիր իշխանության ղեկավարը։ Դրա համար պետք է ունենա դատարաններ, պետք է ունենա ոստիկանություն, ԱԱԾ, իրավապահ մարմիններ, որոնք ոչ թե ծառայում են մի խումբ մարդկանց, զուտ մի խումբ մարդկանց, այլ ծառայում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իրավակարգը պաշտպանում։ Այդ ինստիտուտները զավթված են մի խումբ մարդկանց կողմից։ Այդ մարդիկ զավթել են եւ ոչ մի ձևի չեն թողնում այդ ինստիտուտները կայանան եւ շնչեն։ Հայաստանի քաղաքացու շահերի իրական պաշտպանության համար է Լուսավոր Հայաստանն առաջարկում քվեարկել իրենց օգտին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։